Ողջույն սիրելի հետևորդներ։ Եթե այսօր մարդկանց հարցնես, թե որն է Աստվածաշնչի ամենավիճահարույց հարվածներից մեկը, շատերը կհիշեն հենց այս հատվածը։ Ոմանք կասեն, սա միայն կանանց գլխաշորի մասին է, մյուսները սա հնացած մշակույթ է, իսկ ուրիշներն էլ այս հատվածի պատճառով վիճում են տարիներով։ Իսկ միթե Պողոս առաքյալը ցանկանում էր, որ քրիստոնյաները վիճեն հագուստի շուրջ, թե նա փորձում էր սովորեցնել մի բան, որն այսօր նույնիսկ ավելի արդիական է, քան 2000 տարի առաջ։ Եթե այս հատվածը կարդանք միայն արտաքին կանոնների տեսանկյունից, կկորցնենք դրա ամենախորը իմաստը, բայց եթե հասկանանք, թե ինչ էր ուզում ասել Պողոսը, այն կարող է փոխել մեր վերաբերմունքը Աստծո ընտանիքի եկեղեցու եւ նույնիսկ մեր սեփական եսի նկատմամբ։ Նմանվեք ինձ, ինչպես որ ես Քրիստոսին։ Գովում եմ ձեզ, որ հիշում եք ինձ իմ ամեն ինչով եւ պահում եք ավանդույթները այնպես, ինչպես ավանդեցի ձեզ։ Ուզում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդը, իսկ Քրիստոսի գլուխը Աստված։ Ամեն տղամարդ երբ աղոթելիս կամ մարգարեանալիս գլուխը ծածկած պահի, անպատված կլինի իր գլուխը, եւ ամեն կին, երբ աղոթքի կամ մարգարանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլած լինի։ Եթե կինը քողով չի ծածկում իր գլուխը, թող կտրի իր մազերը, իսկ եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածելելն անպատշաճ է, ուրեմն թող քողով ծածկի։ Տղամարդը չպետք է ծածկի իր գլուխը, որովհետև նա պատկերն ու փառքն է Աստծո, իսկ կինը փառքն է իր ամուսնում։ Քանզի ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինը տղամարդուց, ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ համար, այլ կինը տղամարդու համար։ Դրա համար աղոթելիս կինը պետք է քող դնի գլխին հրեշտակների ներկայության պատճառով, միայն թե տիրոջով չկա ոչ մի կին առանց տղամարդու, ոչ էլ տղամարդ առանց կնոջ, որովհետև ինչպես կինն է ստեղծվել տղամարդուց, այնպես էլ տղամարդը ծնվում է կնոջից, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։ Դուք ինքներդ դատեք, վայել է կնոջն առանց քողի աղոթքի կանգնել Աստծո առաջ։ Բնությունն ինքը չի ուսուցանում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազերով է, դա անարգանք է իր համար, իսկ եթե կինն է երկար մազերով, դա պատիվ է իր համար, որովհետև վարձերը նրան որպես ծածկոց են տրված, իսկ եթե որևէ մեկը հակված է արարքություններ անելու, ապա թող իմանա, որ մենք նման սովորություն չունենք, ոչ էլ Աստծո եկեղեցիները, ամեն։ Նմանվեք ինձ, ինչպես ես Քրիստոսին։ Պողոս առաքյալը սկսում է ոչ թե կանոնով, այլ օրինակով։ Նա չի ասում լսեք ինձ, որովհետև ես առաքյալ եմ։ Նա ասում է նմանվեք ինձ այնքանով, որքանով ես նմանվում եմ Քրիստոսին։ Սա քրիստոնեական առաջնորդության ամենամեծ չափանիշն է։ Իսկական առաջնորդը մարդկանց իրեն չի կապում, այլ տանում է դեպի Քրիստոս։ Այսօր ցավոք երբեմն մարդիկ այնքան են կապված որևէ անձից, քարոզչից, հոգևորականից կամ առաջնորդից, որ մոռանում են Քրիստոսին։ Երբ մարդը դառնում է կենտրոն, հիասթափությունը անխուսափելի է, բայց երբ կենտրոնում Քրիստոսն է, նույնիսկ մարդկանց թուլությունները չեն կործանամ մարդու հավատքը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը ասում է. Պողոսը համարձակվեց ասել ինձ նմանվեք, որովհետև նախ ինքն էր ամբողջությամբ նմանվում Քրիստոսին։ Ով չի հետևում Քրիստոսին, իրավունք չունի պահանջելու, որ ուրիշներն իրեն հետևեն։ Գլխի խորհրդանիշը իշխանություն, պատասխանատվություն եւ կարգ։ Հաջորդ խոսքերում Պողոսը ներկայացնում է մի կարևոր սկզբունք։ Ամեն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը ամուսինն է, իսկ Քրիստոսի գլուխը հայրը։ Այս խոսքերը հաճախ սխալ են մեկնաբանվում որպես արժեքի տարբերություն, բայց այստեղ խոսքը արժեքի մասին չէ, այլ կարգի եւ պատասխանատվության։ Ինչպես սուբյուրտության մեջ որդին հնազանդվում է հորը առանց իր աստվածությունը կորցնելու, այնպես էլ եկեղեցում եւ ընտանիքում Աստված հաստատել է կարգ, որը ծառայում է ոչ թե ճնշելու, այլ խաղաղություն ու ներդաշնակություն ստեղծելու։ Սուրբ Աթանասն ասում է, որ որդու հնազանդությունը երբեք չի նշանակում ստորադասություն, այն սիրո եւ միաբանության արտահայտություն է։
Նույն սկզբունքն է գործում նաև քրիստոնեական ընտանիքում։ Կորինթոսում գլուխը ծածկելը միայն հագուստ չէր, այն խորհրդանշում էր համեստություն, արժանապատվություն և հասարակության մեջ ճանաչված կարգի ընդունում։ Պողոս առաքյալը խոսում է այնպիսի վարքի մասին, որը չի դառնում գայթակղություն և չի քանդում եկեղեցու միասնությունը։ Եթե այսօր փորձենք բառացիորեն տեղափոխել առաջին դարի բոլոր մշակութային ձևերը մեր ժամանակ, կարող ենք կորցնել գլխավոր սկզբունքները, իսկ արդ սկզբունքն է քրիստոնյան իրադարձությունը չի օգտագործում ինքնահաստատվելու համար, այլ Աստծուն փառավորելու և ուրիշներին չգայթակղեցնելու համար։ Այսօր գլխաշորի փոխարեն կարող են լինել սոցիալական ցանցերը, հագուստը, խոսելակերպը կամ վարքագիծը։ Հարցը սա չէ, ինձ կարելի է, հարցը սա է, սա փառավորում է Աստծուն և օգտակար է մյուսների համար։ Տղամարդը եւ կինը միմյանցից անբաժան են Տիրոջ մեջ։ Ամենակարևոր հավասարակշռությունը Պողոս առաքյալը տալիս է այս խոսքերով։ Նա անմիջապես ավելացնում է, որ Տիրոջ մեջ ոչ կինը կարող է առանց տղամարդու, ոչ տղամարդը առանց կնոջ։ Սա նշանակում է, որ քրիստոնեությունը ոչ թե մեկին բարձրացնում է մյուսից, այլ երկուսին էլ կանչում է փոխադարձ սիրո և ծառայության։ Սուրբ Եփրեմ ասորին հետևյալ կերպ է բացատրում. նա ասում է, որ որտեղ սերն է իշխում, այնտեղ իշխանությունը ծառայություն է, ոչ թե տիրապետություն, ազատություն, թե ինքնակամություն։ Այս հատվածի ամենամեծ հարցը գլխաշորը չէ։ Ամենամեծ հարցն այն է, թե ինչպես ենք օգտագործում մեր ազատությունը։ Կարող եմ ամեն ինչ անել, որովհետև կարող եմ, թե ես ապրում եմ այնպես, որ իմ կյանքը օգնի ուրիշներին մոտենալ Քրիստոսին։ Այսօր աշխարհը սովորեցնում է ապրիր այնպես, ինչպես ուզում ես, իսկ ավետարանն ասում է ապրիր այնպես, որ քո կյանքը փառավորի Աստծուն։ Սա սահմանափակում չէ, սա իսկական ազատություն է, սիրելի բարեկամներ։ Սուրբ Օգոստինոսն ասում է. սերը չի հարցնում ինչքան իրավունք ունեմ, սերը հարցնում է ինչպես կարող եմ ավելի լավ ծառայել։ Այս հատվածը մի կարևոր պատգամ է տալիս մեր ժամանակների համար։ Այսօր աշխարհում մեծ շփոթություն կա ինքնության, ընտանիքի, հարաբերությունների և հեղինակության վերաբերյալ։ Մարդիկ հաճախ պայքարում են ոչ թե ճշմարտության, այլ սեփական եսի համար։ Պողոս առաքյալը հիշեցնում է, որ Աստծո սահմանած կարգը մարդու արժանապատվությունը չի խլում, ընդհակառակը, այն պաշտպանում է նրան։ Երբ ընտանիքում բոլորը պայքարում են իշխանության համար, խաղաղությունը կորչում է։ Երբ բոլորը սովորում են ծառայել միմյանց, ընտանիքը դառնում է փոքր եկեղեցի։ Կյանքում կիրառելի մի քանի կարևոր խորհուրդներ է փոխանցում մեզ այսօրվա սուրբգրային հատվածը։ Ամեն օր հարցրու քեզ, այսօր ում եմ ես նմանվում, Քրիստոսին, թե աշխարհին։ Մի փնտրիր միայն քո իրավունքները, փնտրիր նաև ուրիշների բարիքը, քո ազատությունը օգտագործիր ոչ թե ինքնահաստատվելու, այլ ծառայելու համար։ Ընտանիքում առաջնորդությունը թող լինի սիրով, ոչ թե պարտադրանքով։ Հարգանքը երբեք թուլության չէ, այլ հոգևոր հասունության նշան։ Արտաքին տեսքը թող արտացոլի ներքին արժանապատվությունը։ Սոցիալական ցանցերում ապրիր այնպես, ինչպես կվարվեիր եկեղեցում։ Մի վիճիր երկրորդական հարցերի շուրջ և մի կորցրու գլխավոր ճշմարտությունը։ Քո վարքով օգնիր, որ մարդիկ ավելի հեշտ ճանաչեն Քրիստոսին։ Ամեն օր աղոթիր, որ Աստված ազատի քեզ հպարտությունից և սովորեցնի խոնարհ ծառայություն։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը սովորեցնում է, որ առաջնորդությունը սկսվում է Քրիստոսին նմանվելուց։ Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին հիշեցնում է, որ հնազանդությունը սիրո արտահայտություն է, ոչ թե արժանապատվության կորուստ։ Սուրբ Եփրեմ ասորին շեշտում է, որ քրիստոնեական ընտանիքի հիմքը փոխադարձ ծառայությունն է։ Սուրբ Օգոստինոսն ընդգծում է, որ սերը միշտ սահմանափակում է սեփական եսը հանուն մյուսի փրկության։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Կորինթացիներին ուղղված առաջին նամակի
11-րդ գլխի 1-ից 16-րդ համարը շատ ավելի խորն է, քան արտաքին սովորույթների մասին քննարկումը։ Սա հատված է այն մասին, թե ով է մեր կյանքի կենտրոնը։ Եթե Քրիստոսն է մեր գլուխը, ապա մեր խոսքը, հագուստը, վերաբերմունքը, ընտանեկան հարաբերությունները եւ ներքին մեր ազդեցությունը կարտացոլեն նրան։ Մի սահմանափակվեք արտաքին ձևերով եւ մի անտեսեք ներքին ճշմարտությունը։ Աստված չի ցանկանում միայն ճիշտ արտաքին տեսք, նա ցանկանում է խոնարհ, սիրող եւ հնազանդ սիրտ։ Երբ մարդու սիրտը պատկանում է Քրիստոսին, արտաքինն էլ իր տեղն է գտնում։ Թող մեր կյանքը ոչ թե վեճերի պատճառ դառնա, այլ կենդանի վկայություն, որ Քրիստոս փոխում է մարդուն ներսից դուրս։ Այդ ժամանակ մարդիկ չեն հիշի, թե ինչ էինք կրում, այլ կհիշեն, որ մեր մեջ տեսան Հիսուսի լույսը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս տեսանյութը ուղարկել ձեր բոլոր ընկերներին, բարեկամներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու օրվա սուրբ գային հատվածի բացատրությանը։ Աստված օրհնի բոլորիդ։